Զորավար Սեպուհ պատմաքաղաքական վերլուծական կենտրոնում շարունակում ենք մեր քննարկումները։ Բարև ձեզ։ Պարոն Ներսիսյան, այսօր ցանկանում եմ անդրադարձ կատարենք վերջին շրջանում թերևս ամենակարևոր հիմնախնդիրներից մեկին՝ պետություն եւ եկեղեցի փոխհարաբերություններին կամ միգուցե քաղաքականություն եւ կրոն փոխհարաբերություններին, ինչու որտեղ վերջին շրջանում, մինչև վերջին հատվածը, վերջին ժամանակները բազմից էին այն դատողությունները, որ Հայ Առաքելական եկեղեցին ինքը իր բազմադարյան գործունեությունից ելնելով առանձնահատուկ կառույց է հանդիսանում եւ հատկապես եկեղեցուն օժանդակողները, ոչ թե եկեղեցուն, ավելի ճիշտ խոսենք, միգուցե Գարեգին II կաթողիկոսին աջակիցները համարում էին, որ եկեղեցին չի պառակտվի եւ որևէ եպիսկոպոս չի, այսպես ասենք, համագործակցի կամ միգուցե անցնի աշխարհիկ իշխանության կողմը, բայց վերջին օրերին մենք տեսնում ենք հակառակ process-ը, նույնիսկ եպիսկոպոսած ժողովներ են փորձում գումարել, որը չի ստացվում։ Ինչի մասին է սա խոսում։ Սա խոսում է միգուցե այն մասին, որ ի վերջո եպիսկոպոսները հնարություն են ստացել դարձի ճանապարհի ավելի իրականը տեսնելու, թե միգուցե ինչ-որ ներքին խմորումներ կան աշխարհիկ իշխանությունների հետ։ Շատ տարողունակ հարց տվեցիք, որի պատասխանը լինի շատ նուրբ վերլուծությունների արդյունք։ Գիտեք ոնց, ընդհանրապես կարծեմ մենք էլի մի անգամ, երկու անգամ քննարկել ենք, չէ՞, այս թեման, այս բոլորը ինչ որ սկսվեց եկեղեցու հետ կապված, չէ՞, փուլերով դա տեղի ունեցավ 1918 թվականից մի պահ, հետո տարբեր պատճառներով դա դադարեցվեց եւ 2020 թվականի այդ 44 օրից հետո արդեն կտրուկ եկեղեցին դրեց քաղաքական խնդիր իրար, չէ՞։ Ես մի փոքր հերվից գամ, որ կոնկրետ պատասխանեմ էլի ձեր հարցին։ Ուրեմն հիմա եւ ամեն ինչ սկսվեց դրանից, որովհետեւ եկեղեցին կտրուկ կերպով դարձավ հակաիշխանական։ Իսկ հակաիշխանական ըստ իս եկեղեցին չպետք է լինի անկախ այն հանգամանքից, որ 44 օրյա պատերազմում մենք պարտվեցինք եւ ընդդիմադիր ուժերը փորձեցին այդ պարտության պատրվակով իշխող ռեժիմին, այս իշխող վարչակարգին Փաշինյանի թիմին հեռացնել որպես դավաճանների։ Իմ խորին համոզմամբ անաչառ լինելու համար պետք է եկեղեցին ոչ թե դներ այդպես խնդիրը, որովհետեւ մի անգամից դավաճան դա մի մեծ process է այդ Ղարաբաղյան խնդրի այդ ամբողջ զարգացումը, զարգացվելքի, զարգացման անկման այդ ամբողջ պատմությունը մի շղթայական process է, որը ամբողջը պետք է վերլուծես ու ուրեմն նոր դավաճանի պիտակ տաս, էլի մարդկանց դավաճան պիտակավորելը այդպես հանգիստ չի։ Եկեղեցին տվյալ պահին ամենայն հայոց կաթողիկոսը վեհափառը, այսպես ասած, վեհափառի բնորոշ հատկանիշներով ինքը իրեն դրսևորեր եւ ինքը վեհորեն որպես մոտենար այդ խնդրի ոչ թե միանար ուրեմն դիմադիր ուժերին, այլ ինքը փորձեր ինչ-որ կերպ հաշտեցնել, ոնց ասեմ, որ ոնց որ մեր անի նման մի բան լիներ, երկու կողմերին փորձեր հաշտեցնել, որ գար ընդհանուր հայտարարի, ոչ թե ինքը հակառակ կողմի ընդդիմադիր կողմին միանար եւ պահանջեր իշխանությունների հրաժարականը։ Իսկ երբ որ արդեն անցան տարիներ, չէ, եւ հիմա արդեն այս տարի 5-6 ամիս առաջ դա սրացավ ինչ պայմանով, որովհետեւ տարբեր քաղաքական ընդդիմադիր ուժեր փաստորեն գնալով ավելի քաղաքականացրեցին նաեւ կաթողիկոսի հետ մեկտեղ եկեղեցին եւ եկեղեցին դարձավ քաղաքական մարմին։ Արդեն վերջի իրադարձությունները, սկսած Սրբազան պայքարից, որ ասենք Սրբազանը իրավունք չունի հոգևորականը քաղաքականության մասնակցի, ըստ մեր կանոնագրերի եկեղեցական դրույթների։ Բագրատ Սրբազանի այդ շարժումից հետո չէ, էլի կտրուկ կերպով արդեն որոշ հոգևորականներ հանդես եկան իշխանությունների դեմ։ Ես չեմ հիմա քննարկում իշխանությունների ճիշտ կամ սխալ լինելու հարցը, մենք այդ հարցերի մասին շատ ենք խոսել, բայց հիմա տեսեք, այս բոլորը արդեն ինքնին իրենց հասցրեց այն կետին, որ եկեղեցին արդեն պառակտվում էր, արդեն մենք չգիտենք ինչ պետք է լինի եկեղեցու ներսին այդ
կազմակերպության ներշում եւ ներեկեղեցական հարաբերությունները, որովհետեւ տեսեք ինչ էր տեղի ունենում, այս պատարագները վարչապետը որ գնում էր, չէ, ու դրան հետևում են կարգալուծումները, ասես չգիտես, ավարտը ինչ պետք է լինի, վերջո եկեղեցին պետք է կանգնի մի ընդհանուր ուրեմն դիրքորոշման վրա, ինքը հեռու պետք է լինի քաղաքականությունից եւ ինքը հանդես պետք է գա համազգային հաշտեցնող կառույց, որպես կրոնական, բարոյական, չէ, հոգևոր կառույց, ոչ թե քաղաքական կառույց։ Նա իրավունք չունի խառնվելու քաղաքականությանը, իրավունք չունի իշխանությանը դեմ դուրս գալու։ Եթե խնդիր կա, պետք է նորմալ պայմաններում քննարկի։ Հիմա այս եպիսկոպոսների հայտարարությունը ամենայն դեպս, տեսեք, բերեց հանգեցրեց, ավելի ճիշտ էս հայտարարությունը այն ամենի արդյունքն էր, ինչքան որ ես լսել եմ նաև իրենց հարցազրույցները, որոնք տեսան, որ այսպես եթե գնա, մեր առաքելական եկեղեցին պառակտվում է։ Պառակտվում է ինչ-որ չես հասկանում, թե ինչ է տեղի ունենում, եւ դրանք գտան մի ճանապարհ, որպեսզի այդ պառակտումը ավարտվի, ուրեմն եւ փոխվի ինչ-որ կանոնական դրույթներ, ընդ որում մի բան ասեմ, այդ կուսակրոնության մասին այդ բաները, որ տեսեք, սա կուսակրոնության ուխտը խախտել է, մյուսը խախտել է եւ չգիտեմ ինչ, դա բոլորն էլ գիտեն, որ նույնիսկ հոգեվորականներն իրենք են խոստովանում, որ դժվար է գտնել ինչ-որ մեկին, որ այդ կուսակրոնության ուխտը խախտած չլինի։ Եվ եթե դուք ուշադրությամբ հետևել եք, ում որ ձերբակալել են այդ սրբազաններից, նրանց ամենևին էլ չեն ձերբակալել կուսակրոնության ուխտը խախտելու համար, այլ ուրիշ, չէ, հակաիշխանական կոչերի, հեղաշրջման կոչերի, ամենայն դեպս այդպես է դատարանը ցույց կտա։ Հիմա այս եպիսկոպոսները վերցրեցին են դերը, ընդ որում նաև վեհափառի համար նպաստավոր մի դեր, որ ասենք վեհափառը հանգիստ ձևով հանդիպի վարչապետին, զրուցեն եւ ինչ-որ մի ճանապարհ գտնեն, ինքը հեռանա եւ այդ ընթացքում որոշեն, թե ինչ պետք է լինի ու եկեղեցու նոր կարգավիճակ մշակեն, որը հեռու կլինի քաղաքականությունից, ուրեմն որը եկեղեցուն կտանի միայն այն ուղղությամբ, որի համար ինքը կյանքի է կոչված, բայց արդյունքում ինչ տեղ ունեցավ, ընդդիմադիր շրջանակները, որոնք իրենց ըստ իս սպառել են որպես միջոց իշխանափոխության, որպես քաղաքական ուժ, որոնք ունեն քաղաքական ինչ-որ խնդիրների այլընտրանքային լուծումներ, որոնք կարող են այն հիմնավորումներով առաջ գնալ, որ իշխանությունների ոչ թե գրած ուրեմն խնդիրները սխալ են արտաքին քաղաքականության, ներքին քաղաքականության, Արցախի խնդրի եւ այլ առումներով, ուրեմն այս բոլորի արդյունքում այդ ընդդիմադիր ուժերը փորձեցին եկեղեցուն, ինչպես էլի եմ ասել, եկեղեցուն որպես մի համաշխարհային կառույց քաշել այդ խնդրի մեջ, բայց դրանով նրանք եկեղեցուն ավելի շատ վնաս հասցրեցին, շեղելով իր այն ավանդական ճանապարհից, որին ինքը կոչված է, դրանով նրանք եկեղեցուն ավելի շատ վնաս բերեցին, քան օգուտ, չէ՞ որ ասում էին, որ ասենք երկրորդ նախագահն է, չէ՞, ասել պետք է լինի մի ինչ-որ սրբազան, որ այդ սրբազանը իր հետևից, չէ, տանի ժողովրդին եւ այդ սրբազանին գտան Բագրատ սրբազանին։ Ես նույնիսկ ափսոսում եմ այս երկու սրբազաններին, որոնք որպես հոգեվորական բարձր Աջապահյանին եւ ուրեմն Բագրատ Գալստանյանին, որպես հոգեվորական գրագետ իրենց դերի մեջ խելոք, փիլիսոփա անձնավորություններ էին, բայց նրանք քաղաքականության մարդ չէին եւ նրանց քաղաքականացնելով կտրուկ հարված հասցրեցին եկեղեցուն։ Եվ հիմա Գարեգին հայրապետը ուրեմն աստորեն կանգնել է մի այնպիսի իրողության առջև, որ պառակտված է մեր եկեղեցին, իսկ ինքը կարճած է իր գայից, ինքը չի հեռանում։ Շատ լավ, եթե ինքը չի հեռանում, այս ճանապարհով մինչև ուր ինքը կարող է գնալ։ Եվ արդյունքում այդ ընդդիմադիրները, որոնց շեշտեցի, պիտակավորում են այս եպիսկոպոսներին, նրանց վրա իբրև թե կոմպրոմատներ են եղել իշխանությունների կողմից, թե ինչ են եղել, դրանք ինձ ընդհանրապես չեն հետաքրքրում եւ իմ կարծիքով են բոլոր այն մարդկանց, ովքեր մտածում են մեր եկեղեցու մասին, այդ կառույցի պահպանման մասին, պետք է
իրոք նրանք անկեղծ են, եթե եւ քաղաքական մուտ նպատակներ չեն հետապնդում, պետք է դրանց հետևից չգնան, որովհետեւ այդ կոմպրոմատների պայքարը ոչ միտեղ չի տանի։ Եվ հիմա արդյունքում ստացվել է մի այնպիսի վիճակ, որ վեհապարը երևի դրսի ինչ-որ ուժեր նրան ասում են՝ մի հեռացի, եւ ուրեմն երևի ներսից էլ ինչ-որ ուժեր կան, հանձին քաղաքական այդ ընդդիմադիրների, ուրեմն որոնք չեն թողում, ու ինքն էլ չգիտեմ ինչի վրա, ինչ հույսով չի հեռանում, էլի, բայց ես կարծում եմ, որ այդպես նա շատ երկար չի մնա եւ Նիկոլ Փաշինյանին ճիշտ է շատ մենք դրա գործելավոճին իմանալով նա հետեւողական մարդ է եւ մինչեւ վերջ կգնա։ Այստեղ գիտեք նաև ինչն է խնդիրը, շատ քաղաքացիներ հատկապես հարցադրում են իրականացնում, եթե տեսականորեն չլիներ 20 թվականի պատերազմը ցավալի հետևանքներով եւ ամենայն հայոց կաթողիկոսը ի վերջո չմտներ այս քաղաքական process-ների մեջ, չմիջամտեր որպես ընդդիմադիր կեցվածք ունեցող ընդդիմադիրների աջակից, հա, արդյոք քաղաքական իշխանությունը նույն տեմպերով կշարունակեր այսօրվա գործընթացները ընդդեմ հոգևոր ղեկավարության, թե ամեն դեպքում իրականում սա մեկ պատճառ ունի, որը ընդդիմանալն է աշխարհիկ իշխանություններին։ Տեսեք, ես էլ եմ ասել, որքան հիշում եմ, այս բոլորի հիմքում, այս հակասության հիմքում էլի մնում է քաղաքական։ Մեր հայկական եկեղեցին շատ քիչ ժամանակներում է եղել անկախ։ Ասենք, տեսեք, այս խորհրդային շրջանում, այս վերջի շրջանների, այս վերջի 100-ամյակի մասին եթե խոսենք, խորհրդային շրջանում կաթողիկոսը հոգևոր, չէ, գործունեությամբ է զբաղվել, մշակութային, ավելի քիչ հավատի, որովհետև խորհրդային շրջանում քիչ ուրիշ վերաբերմունք կար քրիստոնեության հանդեպ, ասենք Վազգեն առաջինը հենց այնպես չի բերվել դրվել։ Գիրք կա, Մայրաթորը հրապարակել է այդ գիրքը Աթոր Վազգեն առաջինի մասին, որ կարդում ենք, տեսնում ենք ինքն ինչ Մոսկովյան ինչ ճանապարհներով անցել, եկել է, չէ, եւ ինքը որպես հայրապետ սիրված, հարգված հայրապետ է եղել, չէ։ Հիմա մյուս երկրորդ Գարեգին առաջին կաթողիկոսի մասին էլի ասենք, նրան է բերեցին այն ժամանակվա իշխանությունները Լևոն Տեր-Պետրոսյանը, որը չէր հակադրվում Լևոն Տեր-Պետրոսյանին երբեք եւ չէր դնում այդպիսի խնդիրներ քաղաքական էլի, հավատի բարոյականության խնդիրներով էր այս մարդը, ինքն էլ աստվածաբան մարդ էր, լուրջ գիտնական։ Հիմա վերաբերում է ներկա կաթողիկոսին, ինքը ամենայն դեպս երկրորդ եւ երրորդ կաթողիկոսների գահակալության շրջանում երբեք չի հակադրվել նրանց քաղաքականությանը, չի խառնվել երբեք, իշխանություններն էլ երբեք եկեղեցու գործերին չեն խառնվել եւ նա եղել է ազատ։ Հիմա ինչ է արել, ինչ չի արել, հարգելով անմեղության կանխավարկածը, ես իրավունք չունեմ ինչ-որ բան ասելու, մենք ինչ-որ բաներ լսում ենք, լսել ենք, մինչեւ իր կաթողիկոս դառնալն էլ այդպիսի խոսակցություններ կան, որ ինքը կային, որ ինքը խախտել է կուսակրոնության ուխտը եւ Վազգեն առաջինն էլ հաստատ դա իմացել է, երբ որ նրան տվել է Արարատյան թեմի առաջնորդ կաթողիկոսի տեղապահ։ Հիմա տեսեք, բայց այն ժամանակ եկեղեցին առանձին որպես մի կլան ձևավորվել է 99-ից 1999-ից մինչև Փաշինյանի իշխանության գալը եւ ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը չեն խառնվել եկեղեցական գործեր։ Առհասարակ եղել են ինչ-որ տոնակատարություններ գնացել են, այդ ավանդական բաները գնան, ասենք, ցեղասպանության հուշահամալիր կամ նոր տարվա գիշերը, նոր տարվա նախորդ գիշերը այդ ծանրալի ուղերձները, ուրիշ ոչ մի բան, ասենք, այսինքն կաթողիկոսը հլու հնազանդ, երբեք չի էլ համարձակվել ու նա քաղաքականության մարդ էլ չի, նա քաղաքականությունից այդքան չի էլ հասկանում առհասարակ, ինչքան որ ես ամենայն դեպս լսել եմ նրան, հիմա երբ որ 2020 թվականի պատերազմից հետո մենք տեսանք, որ նա կտրուկ
շրջադարձ կատարեց դեպի իշխանությունները։ Իսկ իշխանությունները ինչքան էլ հիմա բերեն այդ կուսակրոնություն, մյուս հարցերը մեջտեղ, որ խախտելի ուխտը պիտի հեռանա, այսինքն նրանք որպես քաղաքական ուժ բնականաբար չեն հանդուրժի։ Այն էլ եկեղեցուն, որը քաղաքականությամբ չի զբաղվում, եւ մեր պետությունները, իսկ մեր պետությունները ուրեմն մեր պետությունների ներողություն գոյության շրջանում հնուց ի վեր եղել են այդպիսի բաներ, որ կաթողիկոսները դուրս են եկել իշխանությունների դեմ, բայց ասենք նրանց իրենց դիրքերը ու փորձեր են ուժեղացնել, ես այդքան էլ չեմ ընդունում այդ տեսակետը, որ պետականությունների բացակայության պայմաններում ասենք եկեղեցին փոխարինել է պետությանը, որովհետև պետականությունները երբ որ չեն եղել, դու եղել ես ուրիշ պետականության ուրեմն ներքո եւ կաթողիկոսները նշանակվել են այդ պետությունների ղեկավարների կողմից, որ նրանց հլու հնազանդ դսել են։ Հիմա տեսեք, բայց հիմա, ասենք, նոր իշխանությունների ուրեմն գործունեության պայմաններում էս օրհասական օրերը, որ ապրեցինք պատերազմ եւ այլն, կաթողիկոսը ինչպես քիչ առաջ ասեցի, կտրուկ կերպով թեքվեց ընդդեմ իշխանությունները եւ թերևս այն հույսով, որ տապալի այս իշխանություններին լսելով բաստորեն արդեն անցած նախագահների քաղաքական ուժերին, իսկ դա չի կարող հանդուրժել ներկա իշխանությունը, մանավանդ որ դա անում է բաներ, որ ներկա իշխանության արտաքին քաղաքական խնդիրների հետ չի բռնում։ Այսինքն նկատի ունենք օրինակ այցը Բելոռուս, հա։ Այցը Բելոռուս, ասենք Շվեյցարիա, այսինքն բաներ սկսեց անել կաթողիկոսը, որը ասենք նախկինում չի արել։ Լավ, պարոն Ներսյան, տեսականորեն չկա կաթողիկոսը։ Նու, այսինքն ոչ թե չկա, նկարագին բան, այլևս չի գահակալու։ Ոնց պետք է տեղի ունենա ձեզ, այսինքն ձեր խոսքից կարելի է ենթադրել, որ հիմա էլ պետք է կաթողիկոս նշանակեն այն մարդուն, որ պետք է լոյալ լինի գործող իշխանություններին։ Եթե ճիշտ եմ։ Հիմա ձեր հարցի երկու նախադասությամբ նախորդ ավարտեմ, որ բան լինի, ամբողջական լինի։ Հիմա կաթողիկոսը, ինչպես քիչ առաջ ասացի, մեր պատմությունն էլ ցույց է տվել, ասենք եղել է դեպքեր, ասենք արշակունիների շրջանում, ասենք որ կաթողիկոսը ներսես մեծը, ասենք ունեցել է հակասություններ արշակի հետ եւ շատ այլ իշխաններ գնացել են ներսես մեծի մոտ եւ ասել են այնպես արա օգտիր մեզ որ արշակին հեռացնենք իսկ ներսեսը քննադատելով արշակին բառացի ասելով որ ես շատ լավ գիտեմ այդպես ասել որ եթե ես համաձայն չեմ բնականաբար արշակունների պիղծ ցեղը բայց դա մեր թագավորն է մենք պետք է անդուրժենք այսինքն կաթողիկոսը միշտ հաշտեցնող դերում է եղել այդ պետականությունների շրջանում եւ դա է նրա առաքելությունը ոչ թե ինքը ինչ-որ քաղաքական ուժի կողմը գնա։ Հիմա քաղաքական ինչ-որ ուժի հետ գնալով ինքը ոնց որ ասած պատնեշի առաջ է կանգնում։ Ելք որն է հիմա այս արքեպիսկոպոսները չէ, որ դուրս են դարել են ոչ ընդդիմադիր։ Նրանք ընդդիմադիր չեն, նրանք որ ասում են բան չէ, ասում են տիրոջը ուրացողներ, չգիտեմ ինչեր, հուդաներ եւ այլն։ Նրանք այսինքն նկատի ունեն, որ կաթողիկոսին են ուրացել, բայց կաթողիկոսը չի իրաց տերը Աստվածն է։ Նրանք ասում քրիստոնեության, ես իրենց կողմից չեմ խոսում, ես փորձում եմ անաչառ վերլուծել, նրանք դրա հավատը չեն ուրացել, նրանք փորձում են փրկել ըստ իրենց ասացի եկեղեցի։ Հիմա ասեց ես, բայց ինչպես դա պետք է լինի։ Եպիսկոպոսած ժողով պետք է լիներ, եպիսկոպոս ժողովը չգումարվեց։ Ասում են, որ կաթողիկոսն է չեղարկել, ամենայն դեպս այդպես գրեցին, իսկ ինչ է չեղարկել։ Ըստ երևույթին չեղարկել է նրա համար, որ միգուցե այդ եպիսկոպոսների մեծ մասը հանդես կգար նրա դեմ, որովհետև այսպես որ գնա, մեր եկեղեցին պառակտվում է։ Չէ՞, տեսնում եք Գյումրիում ինչ տեղի ունեցավ, տարբեր մարդիկ, տարբեր քաղաքական ուժեր այստեղ փորձում են իրենց խնդիրները լուծել, հավատացնում ձեզ շատերը նույնիսկ հիմա հիշեցին եկեղեցուն, միգուցե ոչ կտակարանն են կարդացել, ոչ էլ կկարդան, եկեղեցի էլ այդքան չէին հիշում ու պատարագել չէին գնում, չէ՞։ Հիմա այս իրավիճակում ինչպես պետք է լինի։ Դրա համար
ըստ իս պատասխանեմ կոնկրետ ձեր հարցին, պետք է այսպես լինի, այսինքն կաթողիկոսը ինքը համաձայնվի, որ ի վերջո ինքը պետք է գնա եւ ուրեմն լսի այդ հոգեվորականներին, որոնց հիմա համարում են շատերը դավաճան, եւ գնա սրանք ծառայեն որպես միջնորդ, ես այդպես եմ մտածում, այդպես է պահանջում մեր պետության շահը, որովհետև ի վերջո մենք ամբողջ աշխարհով խայտառակ ենք լինում, որպեսզի նրան գնան նստեն մի կլոր սեղանի շուրջը, նրան հաստատ իմ կարծիքով իշխանությունները դրանք գնան, նրան ուղարկեն հանգստի, այ ասենք օրինակի համար Բենեդիկտոս Պապը, ինչպես որ չէ, գնաց Հռոմի, նա էլի մնում էր պապ, մինչև հետո մահացավ որպես պապ ուղարկավորեցին, այսինքն գնա հանգստի, մի ուրիշին դնեն տեղապահ ու փոխեն շատ բաներ, ես էլի եմ ասել այդ մասին գրել եմ, հենց առաջինը այդ ուխտը, այդ կուսակրոնության ուխտը վերանայեն։ Հիմա բայց ես չգիտեմ, ոմանք ասում են իբրև թե այնց բաներ են, չէ՞ շրջանառում տեսակետներ, թե կաթողիկոսը դեռ չի հեռանա, սպասում է մինչև ընտրությունները, ես կարծում եմ, որ այսպես ցկցկելով, ինքը ավելի բարդ կացության առջև կարող է իրեն կանգնեցնել եւ կարծում եմ, որ այդ խոսակցությունները հիմնավոր չեն, որ կարող է իշխանությունները սպասել մինչև եկող տարվա ընտրությունները, որովհետև եթե սպասեցին եկող տարվա ընտրությունները, դա ամենայն դեպս իրենց հաշվարկներում իրենց դրական ինչ-որ հանգուցալուծման կարող է չբերել, չգիտեմ, ընտրություններում ինչ կարող է լինել։ Դրա համար ուրեմն հնարավոր է, որ չի բացառվում, որը ես մի բան կրկնեմ, որ ես ինքս որպես հայ մարդ ամենայն դեպս ես բոլորը ծանր եմ տանում, որ մեր ներքաղաքական կյանքը, ներքին կյանքը այսպես պառակտվում է, էլի հատվածաբար մարդիկ իրար դեմ են դուրս գալիս, մեկը գնում է մի եկեղեցի ուրիշ պատարագ է անում, մեկը մյուս եկեղեցու դռները բոլորի առաջ պետք է բաց լինեն կամ եկեղեցու դռներ են փակում։ Հիմա կարող է այս բոլորը, եթե կաթողիկոսը կամովին չհեռանա, ես չգիտեմ նա ում վրա է հույսը դրել, կարող է ինչ-որ ուժեր, ինչ-որ կոմպրոմատներ ունեն իր վրա չեն թողում, այդ մասով միշտ ակնարկում են չէ Ռուսաստանին, բայց եթե ինքը չգնա, ոչ ես ձեզ հավատացնում եմ, ոչ Ռուսաստանի նախագահը, ոչ Արևմուտքը, ոչ Ամերիկայում, ոչ մի ղեկավար քաղաքական ուժ, ոչ մի լիդեր հիմա երբեք չի միջամտի կաթողիկոս իշխանություն այս հակամարտության, ավելին Պուտինը նույնիսկ վերջերս մեկը կարծեմ հարց տվեց այդ մասին, ասեց դա իրենց ներքին գործն է։ Հիմա ինչի եմ ես կան ծավալվում, ուզում եմ ասել, որ եթե ինքը չհեռանա, իշխանությունները կարող են նրա վրա ինչ-որ հոդվածներ դնել եւ ձերբակալել։ Այս որովհետև տեսնում եք տարածվում են հիմա շատ սոցիալական ցանցեր, որոշ հոգևորականներ են էլի այդ ուղղությամբ աշխատում, օրինակ նրանց աշխատելա ոչ էլ չէ, բայց չէ, ասի որ ինձ կա անձնական ինչ-որ բան, ես չեմ ուզում որ լինի անձնականով էլի ամեն ինչ անձնականի հիմա մենք պետք է մտածենք մեր եկեղեցու մասին, հայ առաքելական եկեղեցու, որը կանգնած լինի պետության կողքին եւ եթե զգա ինչ-որ մի բան սխալ է, ինքը գնա ինչ-որ հաշտարար ձևով, ինչպես ասացի, հանդես գա։ Հիմա այդ մի քանի կետերով դնում են Գարեգին երկրորդ կաթողիկոսի վրա, որ նախ սայարել, չգիտեմ, բան դմնանյութերի, չգիտեմ, գործ, բռնաբարություն, չգիտեմ, կուսակրոնության ուխտի խախտում, սպանություն, ինչ ասես գրում են, չէ՞։ Այդ բոլորը ես շատ ուրախ կլինեի, որ չգրեին, բայց եթե ինչ-որ գրում են, այսինքն իշխանությունները եթե սկսել են պայքար, հաստատ նրանք ինչ-որ մի բան հնարավոր է որ գտնեն, ինչ-որ մի հոդված, տեսակ նրանք էլի եմ կրկնում, կուսակրոնության ուխտի խախտումը որպես հիմք ընդունելով ոչ մեկին չեն ձերբակալել, արշակի պահով էլ տեսակ ինչ գտան ու ձերբակալեցին, նույնը կաթողիկոսին այդպիսի մի բան կարող է գտնեն եւ կաթողիկոսին ձերբակալել, իսկ դրանից մենք ինչ ենք շահում, ավելի լավ չի որ այս խնդիրը
հեշտ ձևով ներողություն կելոք ձևով լուծվի եւ կաթողիկոսը հանգիստ գնա հանգստի։ Շնորհակալություն հարցազրույցի համար։ Թերևս այսքանը, կհանդիպենք։